Բարև բարեկամներ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում մայրաքաղաք ծրագիրն է, նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից իրականացված եւ իրականացվող ծրագրերին։ Հայաստան համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, որպես մի կառույց, որը համախմբում է արտերկրում եւ հայրենիքում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստական են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացմանը։ 1996 թվականից սկսած ամեն տարի Լոս Անջելեսից հեռարձակվող հեռուստամարաթոնի ընթացքում իմի է բերվում ողջ տարվա ընթացքում Սփյուռքում, Հայաստանում եւ Արցախում հավաքագրված գումարը, հաշվետվություն ներկայացվում նվիրատուներին եւ հայությանը համախմբում հայրենիքի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ձեռնարկների իրականացման շուրջ։ 1995-ից 99 թվականներին հիմնադրամին վստահվեց Հայաստանում եւ Արցախում ենթակառուցվածքների զարգացման ուղղված խնդիրների լուծումը։ Ճանապարհաշինությանը զուգընթաց հիմնադրամը ստանձնեց նաև համայնքային զարգացման նպատակային ծրագրեր, կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, էլեկտրահաղորդագծեր, մշակութային հաստատություններ եւ այլն։ 2005 թվականին հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման Արցախի վերածնունդ ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց ինչպես հիմնադրամի գործունեության, այնպես էլ Արցախի վերակառուցման գործընթացի մեջ։ Մայրաքաղաք Ստեփանակերտը եւս դուրս չմնաց ծրագրերից։ Իր գործունեության ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամը մշակել ու ձեռնարկել է բազմազան ծրագրեր։ Ծրագրերի ուղղությունները քննարկում ու հաստատում է հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդը։ Ռազմավարական այս ծրագրերն ընդգրկում են Հայաստանում եւ Արցախում առկա հրատապ խնդիրները, որոնց լուծումներն իրապես պահանջում է համահայկական մասնակցություն։ Խոշորածավալ այս ծրագրերի հետ մեկտեղ հիմնադրամն իրականացնում է նաեւ տարբեր նպատակային ծրագրեր, որոնք առաջարկվում են անհատ բարերարների կողմից։ Նման օրինակ ծրագրեր են իրագործվում տարբեր ոլորտներում՝ կրթությունից մինչև շինարարություն ու հումանիտար օգնություն։ Արցախյան պատերազմից հետո ողջ հայությունը լծվեց Արցախի, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի վերակենդանացման ու շենացման գործին։ Համահայկական հիմնադրամը, որպես աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ, արցախյան իշխանությունների հետ միասին գործի անցավ։ Պատերազմի հետևանքները վերացնելուց եւ մեծածավալ շինարարությունից զատ մայրաքաղաքում անհրաժեշտ էր լուծել օրհասական դարձած ջրի խնդիրը։ Ու թեև համակարգի ներքին բաշխիչ ցանցը մասնակի վերանորոգվել էր 1990-ականներին, պատերազմից հետո այն գտնվում էր անմխիթար վիճակում։ Քաղաքի ջրամատակարարման համակարգի 11 գոտիների վերանորոգումը իրականացվում էր Արցախի կառավարության կողմից։ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում վերանորոգվեցին քաղաքի ջրամատակարարման 10-րդ եւ 11-րդ գոտիները։ Այս երկու գոտիներն ընդգրկում են Ստեփ-Գես թաղամասը, Արմենավան թաղամասի արևելյան հատվածը, քաղաքի կենտրոնական մասը, Պարսեղով, Մամիկոնյան, Իոսիֆյան, Տերյան, Բաբաջանյան շինարարների, Շմավոն եւ Սարոյան փողոցները։ Գոտիների վերանորոգումը արդյունավետ լուծում տվեց ջրի կորստի խնդրին եւ ապահովեց կայուն ջրամատակարարում քաղաքի բնակիչների համար։ Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության առանցքում է նաև դպրոցաշինությունը։ Այսպես 2010-ի սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի Ջհանգիրյանի անվան թիվ 11 նորակառույց դպրոցը, որն իր ընդհանուր մակերեսով գերազանցում էր նախկինում հիմնադրամի կառուցած դպրոցները եւ առանձնանում ճարտարապետական հետաքրքիր լուծումներով։ Նորակառույցի արժեքը կազմեց շուրջ 1 միլիարդ դրամ։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ մասնավորապես բարերար Արմեն Շահազիզյանի միջոցներով է հիմնովին վերակառուցվել նաեւ Ստեփանակերտ քաղաքի միայնակ ծերերի ու հաշմանդամների տուն-ինտերնատը։ Շինությունը, որտեղ տեղակայված էր տուն-ինտերնատը, կառուցվել էր 70-ական թվականներին եւ ուներ հիմնովին վերանորոգման կարիք։ Շենքը չուներ ջեռուցման համակարգ, բնակելի մասնաշենքերում կային միայն մեկական սանհանգույցներ, ինչը շատ անհարմար էր տարեց եւ հաշմանդամ բնակիչների համար։ Մեկ այլ խնդիր էր նաեւ ճաշարանային մասնաշենքի հեռու գտնվելը, ինչը առավել անհարմար էր վատ եղանակային պայմաններում տարեցներին եւ հաշմանդամներին այնտեղ հասնելու համար։ Հայաստան համահայկական հիմնադրամի շնորհիվ բոլոր անհարմարությունները մոռացվել են ու բնակիչներն այսօր վայելում են հարմարավետ պայմաններն ու սպասարկող անձնակազմի ջերմ վերաբերմունքը։ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջը 55 տարեկան է։ Այս տարիների ընթացքում այն ծառայել է որպես պրոֆեսիոնալ երաժիշտների պատրաստման կենտրոն։ Այն ունի հրաշալի մասնագետներ, շրջանավարտներն էլ աշխատում են ոչ միայն Արցախի մշակութային բնագավառի տարբեր օղակներում, այլ նաև հանրապետությունից դուրս։ Գործունեության տարիներին քոլեջը տվել է շրջանավարտներ տարբեր մասնագիտություններով՝ դաշնամուրային, փողային, էստրադային, լարային եւ ժողովրդական գործիքներ, երգեցողություն եւ խմբավարություն։ Լավագույն շրջանավարտներն իրենց կրթությունը շարունակել եւ շարունակում են Երևանի պետական կոնսերվատորիայում, իսկ նախկինում նաև ԽՍՀՄ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Արցախում իրականացվող կրթության աջակցության իր շարունակական ծրագրի շրջանակներում Հայաստան համահայկական հիմնադրամը նախաձեռնեց հիմնովին վերանորոգել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը։ Այժմ վերակառուցված երաժշտական քոլեջը համապատասխանում է ժամանակակից հաստատության բոլոր չափանիշներին։ Այսօր էլ Հայաստան համահայկական հիմնադրամը շարունակում է ծրագրեր իրականացնել մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շուտով իր դռները կբացի նորակառույց ուռուցքաբանական կենտրոնը։ Երկար տարիներ Արցախում չարորակ ուռուցքներով տառապող հիվանդները բուժվում էին 1960-ականներին կառուցված հարմարեցված հիվանդանոցում, որը շատ հեռու է արդի բժշկագիտության պահանջվող ստանդարտներից։ Նրանցից շատերը վատ պայմաններից ելնելով բուժվում էին Արցախից դուրս, հիմնականում մայրաքաղաք Երևանում։ Նորակառույց կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական եւ ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացի ճառագայթային բուժումից, որը նախատեսվում է ունենալ հետագայում։ Կենտրոնը բաղկացած է նկուղային հարկից եւ վերգետնյա 3 հարկերից։ Նկուղային հարկում տեղակայված են լինելու ընդհանուր եւ կլինիկական լաբորատորիաներ, պաթոմորֆիական լաբորատորիան, ռենտգեն ախտորոշման եւ մամոգրաֆիայի սենյակները, նիստերի դահլիճը, անձնակազմի հանդերձարանները, բժշկական արխիվը։ Այստեղ նախատեսված է նաեւ 3 սրահ հիվանդասենյակներ 16 մահճակալի տեղակայման հաշվարկով, որը պատերազմական ժամանակներում ծառայելու է որպես պաշտպանված բաժանմունք։ Շինարարության աշխատանքները սկսվել են 2015 թվականի հունիսին։ Հիմա այս պահին համարյա թե շինարարական աշխատանքները մոտենում են իր ավարտին, կատարվում են ներքի հարդարման աշխատանքներ։ Ուռուցքաբանական դիսպանսերը ֆինանսավորում է Հայաստան համահայկական հիմնադրամը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար, ունի գետնահարկ։ Գետնահարկը կապում է հանրապետական բժշկական կենտրոնի հետ գետանցումով։ Մոտ 1 միլիարդի կարգի ֆինանսավորում է եղել, որից մոտավորապես 530 միլիոնը համահայկական հիմնադրամի միջոցներով։ Հայաստան համահայկական հիմնադրամը հավատարիմ իր գործունեության առանցքային ճյուղերից մեկին դպրոցաշինությանը այսօր էլ շարունակում է մայրաքաղաք Ստեփանակերտում աջակցել դպրոցների վերակառուցմանը։ Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի վերակառուցումը սկսվել է 2015 թվականի օգոստոսին եւ նախատեսվում է այն ավարտին հասցնել 2017 թվականին։ Շենքն ամբողջությամբ ամրացվում է, կատարվում է ներքին պատերի ներսի եւ դրսի մակերեսների բետոնացում, շարվում են ներքին պատերը, ուժեղացնում են հատակները։ Զուգահեռ իրականացվում են գաջի սվաղման աշխատանքներ։ Ապա մոնտաժվում է երկրորդ մասնաշենքի տանիքը նորը կառուցելու նպատակով։ Աշխատանքներ են տարվում նաև Բացօթյա մարզահրապարակի շրջակա տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Աշխատանքները սկսել են 15 թվականի օգոստոսի սկզբին եւ այն նախատեսված է շահագործման հանձնել 17 թվականի սեպտեմբերին։ Կատարվել է ամբողջ շենքի ուժեղացում, ներկա դուրսությամբ կատարում ենք թե դրսի, թե ներսի աշխատանքները։ Շենքը բաղկացած է 3 մասնաշենքից, այս պահին մենք աշխատում ենք առաջի եւ երկրորդ մասնաշենքերում եւ այն շահագործման կազմի սեպտեմբերին, հաջորդ տարվա սեպտեմբերին։ Դրսում կատարում ենք բարեկարգման աշխատանքներ, հենապատերն ենք կառուցում։ Նկուղը եղել, նկուղը հիմա դարձել է հարկ, այսինքն դասարաններ ալինելով, որտեղ աշխատանքներ են կատարելու, աշխատանքի դասարաններ, խոլու համար, երեխաների համար։ Շինարարությունը ֆինանսավորում է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից։ Դպրոցի կոլեկտիվն ու աշակերտներն անհամբերությամբ են սպասում շինարարության ավարտին, չէ՞ որ իսկական դպրոցական շենք ունենալու երազանքն այնքան մոտ է։ Դպրոցական շենքը կառուցվել է 1974 թվականին եւ 1974 թվականից առ այսօր շենքը կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Ու այսօր մեծ անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի շենքը իրոք կարիք ունի կապիտալ վերանորոգման եւ այսօր հիմնականում համահայկական հիմնադրամի միջոցներով եւ մեր կառավարության, մեր պետության աջակցությամբ որոշեցին, որպեսզի շենքը ենթարկվի կապիտալ նորոգման։ Իրոք, քանի որ այս թաղամասի երեխաները հիմնականում եկվորներ են կապված Ղարաբաղյան դեպքերի հետ, այս երեխաներն էլ իրավունք ունեն բարեկեցիկ դպրոցում սովորելու։ Եվ ես ուզում եմ առանձնապես իմ խորին շնորհակալությունը հայտնել համահայկական հիմնադրամին, քանի որ մեր Արցախ աշխարհում համահայկական հիմնադրամի կողմից այսպիսի բարեգործական ծրագրեր շատ է իրականացվել, առանձնապես դպրոցաշինության բնագավառում
եւ կարծես թե իրականանում է մեր նախագահի նախընտրական ծրագրի բոլոր կետերը, որ նախագահի իր նախընտրական ծրագրում մեծ տեղեր հատկացնում դպրոցաշինությանը եւ կարծես քաղաքում բոլոր դպրոցները հիմնականում վերանորոգված են, մեր դպրոցն է, հույսով ենք, որ այս 2 տարին կավարտվի եւ մեկ էլ մնացել է 10-րդ դպրոց քաղաքում։ Իսկ մնացած դպրոցները բոլորը ենթարկված են կապիտալ վերանորոգման։ Շինարարական աշխատանքները ընթանում են դպրոցի 2 մասնաշենքերում, իսկ ուսումնական գործընթացը կազմակերպվում է 3-րդ մասնաշենքում։ Այս առումով փոքրինչ դժվարություններ են առաջացել, բայց դրանք անհաղթահարելի չեն։ Կարողացել ենք մի կերպ տեղավորվել, միահերթ կարողանում ենք ուսումնական process կազմակերպել եւ ես ուզում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, որ վստահում են մեր դպրոցին, չնայած պայմանները, ինչպես տեսնում եք, այնքան էլ բարվոք չի, բայց ամենայն դեպս տվյալները ցույց են տալիս, որ Կրկժան թաղամասի բոլոր ծնողները հիմնականում իրենց երեխաները այսպիսի պայմաններում բերում են մեր դպրոց, չեն գերադասում ուրիշ դպրոցներ տանել։ Սա ծնողների վստահությունն է կոլեկտիվի նկատմամբ։ Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, կարող ենք արձանագրել, որ շինարարական աշխատանքները հիմնականում կատարում է բարձր որակի եւ շինարարները նույնպես ձգտում են ժամանակին ավարտին հասցնել։ Ճիշտ է, ներկայումս վերանորոգման է ենթարկվում մի մասնաշենք, դպրոցի մի մասնաշենքը, որտեղ հիմնականում ադմինիստրատիվ սենյակներ են, հուսով ենք, որ հաջորդ տարին թեկուզ դժվարությամբ, բայց կկարողանանք տեղավորվել այդ մասնաշենքում, որպեսզի այս մյուս մասնաշենքը ևս ենթարկվի կապիտալ վերանորոգման։ Հարմարավետ պայմանների բացակայությունը երբեք էլ չի անդրադարձել ուսման որակի ու աշակերտների ոգևորության վրա, հավաստիացնում է տնօրենը։ Ծնողները վստահում են ուսուցչական անձնակազմին, աշակերտներն էլ հուսախաբ չեն անում։ Դպրոցում բոլոր միջոցառումները կատարում է արտադասարանական, արտադպրոցական, մեր երեխաները ակտիվ մասնակցում են քաղաքային միջոցառումներին եւ շատ ժամանակ գրավում ենք առաջնային տեղեր, օրինակ շախմատի գծով մեր աշակերտները քաղաքային մրցույթում գրավել են առաջ տեղը, վերջին ժամանակ շարադրությունների մրցույթում մրցանակային տեղ է գրավել, այնպես որ պայմանները չի ազդում ուսուցիչների աշխատանքի վրա։ Դժվարությունները հաղթահարելով կարողանում ենք որպեսզի այս վիճակից դուրս գալ եւ որպեսզի մեր երեխաները չտուժվեն։ Վերջապես երեխաները մեղավոր չեն, որ այս ժամանակաշրջանն է իրենց բաժին ընկալ, որ դժվարությունների հետ միասին պիտի նաև ուսումնական գործընթացը աչքաթող չանեն։ Այս դպրոցը միակն է մայրաքաղաքում, որտեղ հատուկ պայմաններ են ստեղծված տեսողական ու լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Ցանկանում ենք, որպեսզի այդ երեխաներին ինտեգրենք մեր աշակերտական կոլեկտիվին, որպեսզի այդ երեխաները իրենց վատ չզգան, պայմանները ստեղծված է այդ երեխաների համար, շփում են այդ երեխաները մեր երեխաների հետ եւ որոշ արդյունքներ առաջընթաց քայլ կա այդ երեխաների մոտ, այ օրինակ մեր աշակերտներից մեկը նույնպես ընդգրկված էր այդ դասարաններում, բայց ուսուցիչների աշխատանքը հետևանքով արդեն այսօր այդ երեխան նստած է սովորական դասարանում եւ լավ ցուցանիշներ է ցուցաբերում։ Նոր մասնաշենքում այդ երեխաների համար հատկացված է ահագին բաժին դպրոցից, առանձին 3-4 դասասենյակ, խաղասենյակ։ Դպրոցում այսօր սովորում է 390 աշակերտ, գործում է նաև նախադպրոցական բաժին 37 երեխայի ընդգրկմամբ։ Նախադպրոցական խումբը 9 ժամյա է, աշակերտները առավոտյան, կեսօրին, իրիկունը ստանում են իրենց բաժինը եւ նախաճաշում են ստեղ, քնում են։ Այդ մասնաշենքը իմիջիալոց պետության միջոցներով այդ մասնաշենքը նոր կապիտալ վերանորոգման է ենթարկվել եւ երեխաները սովորում են շատ նորմալ պայմաններում։ Վստահ եմ, որ 2016 թվականի նոյեմբերի 24-ին ողջ հայությունը եւս մեկ անգամ ցույց կտա իր պատրաստակամությունը Հայաստանում եւ Արցախում արդիական խնդիրների լուծմանը պատրաստակամ աջակցելու առթիվ։ Այդ համախմբման արդյունքում մենք տարեցտարի ունենում ենք ավելի լավ ու բարեկեցիկ կյանք եւ զարգացող հայրենիք։ Դե ինչ բարեկամներ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մեկ շաբաթ անց։